Ինչպես է անանիզմը ազդում մարդու առողջության վրա։ Շատ պարզ։ Երբ դու դիտում ես պոռնոգրաֆիա եւ ձեռնաշարժությամբ ես զբաղվում, այդ ժամանակ քո օրգանիզմը սկսում է իր ողջ պահուստային ֆոնդը օգտակար նյութերի ուղարկել դեպի ամորձիներ արյան միջոցով։ Սեռական ակտի ժամանակ էլ նույնն է տեղի ունենում։ Ուղղակի ձեռնաշարժությունը խաբեություն է, ինքնախաբեություն։ Եվ այս սրա շնորհիվ դուք կորցնելով սերմնահեղուկը, կորցնում եք շատ օգտակար նյութեր ձեր արյան մեջից, որոնք հետո հանում է այդ արյունը, որպեսզի լրացնի, հանում է ինքը ոսկորներից ու հոդերից, ու աշկերից, ուղեղից, ոսկրածուծից, ոսկորների ողնաշարի ոսկրածուծից քաշում հանում է այդ բոլորը։ Ու տենց թուլանում է մարդը։ Կամաց նարկոմանիայի մի տեսակ, ամենահին նարկոմանիայի տեսակներից է սա համարվում։ Շատ դաժան բան է իսկականում։ Մարդը չի տեսնում իր կողքը ինչքան լավ բան կա, ինչքան բան կա, որ կարա զբաղ տղամարդկանց հատկապես նկատի ունեմ, կանանց վրա էլ է ազդում ձեռնաշարժությունը, բայց տղամարդկանց վրա առավել եւս ազդում է, որովհետեւ տղամարդը կորցնում է իր կամքի ուժը, կորցնում է իր հավատը, ուժը, հաստատակամությունը, կորցնում է իր բոլոր այն որակները, որ տղամարդկային է, ու աստիճանաբար է դա տեղի ունենում։ Ինչքան երկար տարի մարդ ձեռնաշարժությամբ զբաղվի, այնքան երկար տարի նրա կյանքը կգնա դեպի վատը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հաստատակամության են անցել իրենց կյանքում ու որոշել են, որ մի բանի հասնեն, նրանք հասել են դրան հիմնականում։ Օրինակ Նապոլեոն Բոնապարտը ինքը ամբողջ կյանքի ընթացքում երբեք ձեռնաշարժությամբ չի զբաղվել եւ 20 տարեկանում նա արդեն փայլուն ուղեղ ուներ։ Իսկ հիմիկվա 20 տարեկան երիտասարդների ուղեղները արդեն խամրած է, արդեն նրանք կյանքին բիձուկի աշկերով են նայում, բիձուպես են մտածում ու չեն կարողանում ուժեղ գտնվել եւ հաղթահարեն այդ մի վատ սովորությունը գոնե հաղթահարեն։ Եթե ձեռնաշարժությունը հաղթահարում ես, դու կարող ես ծխախոտը թողնելն էլ շուտ հեշտ հաղթահարես։ Այդ երկուսը իրար հետ կապված է։ Երկրորդը ալկոհոլը, եթե օգտագործում ես չես կարողանում ծխախոտը թարգել, եթե դու ծխախոտ ես ծխում։ Ալկոհոլը պահում է միշտ տնենց, որ քեֆերին թեկուզ մի հատ խմես, դու արդեն թարգացես ծխախոտը, բայց հենց խմեցիր մեկ էլ մի քիչ բան եղավ, արդեն կարող է մի հատ ծխես ու հաջորդ օրը արդեն էլի ծխես, այսինքն դու դառար էլի ծխող, չես կարողանում հաղթահարել դա։ Հասարակ բաներ է, բայց պետք է հասկանաք սա։ Արյունը, ամբողջ մարդու օրգանիզմը, բոլոր բջիջները հիշողություն ունեն ու իրանք անընդհատ այդ հիշողությունը պահում են։ Ու հենց դրա մեջ մի գաղտնիք կա, որ ինքը անընդհատ ուզում է անցյալից ինչ-որ լավ բաներ վերհիշի, այդ բջիջները ուղեղի, անցյալից ինչ-որ բաներ են ուզում հիշեն, լավ բաներ, որ մարդը իրան լավը զգա, բայց այդ ամբողջը պատածը ծխախոտի ծուխով, ալկոհոլով, ձեռնաշարժությամբ ու ինքը իր կյանքի իր ձեռով տանում է դեպի վատ թարացման։ Իսկ թե ինչ կլինի վերջում ինքը գիտի, կամ մի հատ ատամնային հիվանդություն կստանա, կամ գլխացավեր կստանա, կամ ճնշման խնդիրներ կստանա մեծ տարիքում, հնժում կունենա, կամ ոսկրածուծի դոնորի կարիք կզգա, որտեղ ոսկրածուծի իր երիտասարդ տարիքում վատացել է վիճակը, ոսկորները սկսել են թուլանալ, հազար մի պատճառներ կա։ Իսկ այս ամենը շատ կարևոր է, որ հասկանաք դուք ու մենակ տարածելը չեմ ասում, կիրառեք գիտելիքը, այսքանը։ Հաստատակամ եղեք, դեմ գնացեք անանիզմին, դեմ գնացեք
ծխախոտին դեմ գնացեք ալկոհոլին, որովհետև այդ բոլորը սպիտակ եղեռն է, սպիտակ եղեռնի ծրագիր։